ուրեմն խաղում ենք Ռոմեո Ջուլիետ, Վլադիմիր Իվանիչը խաղում է հայ Լավրենտիոս, ով կնքում է Ռոմեոին ու Ջուլիետին։ Ուրեմն բանը Իվանիչս վերջի տարիներին մի քիչ տարիքից ելնելով երբեմն բառերը մոռանում էր, տեքստերը մոռանում էր։ Լսի ուրեմն ու որ մոռանում էր ինքը, սկսում էր ջղայնանալ պարտնյորի վրա։ Գիտես Ջուլո, նենց ու սենց բաներ էր անում, որ չկա տենց բան, բայց ով որ նայում էր մտածում էր էս ինչ է մի հատ էլի, որտեվ դա էլ էր ինքը շատ օրգանական ու բնական անում։ Ուրեմն խաղում ենք Ռոմեո Ջուլիետ, պետք է ասի առ այս սրվակը, շունչ ու ջերմություն չեն հայտնի, որ դու տակավին ողջ ես։ Այդ մեռելային անիրականության մեջ կմնաս ուղիղ ու ըստ Շեքսպիրի պիտի ասի 42 ժամ, որովհետև Շեքսպիրը հաշվարկել է այդ 42 ժամվա մեջ կապուլետներն ինչ են անում, Մոնտեգյուներն ինչ են անում, Տիբալտն է մեռնում, էսեն 42 ժամ։ Մոռանում էր արդեն վերջի ժամանակներս, ասեց ու ես էլ սենց բան եմ, չոքած եմ, ծնկած եմ, արդեն պիտի վերջնականապես գնամ, ինձ սպանեմ, բան, տենց կտոր է էլի ու կանգնացնում է հայր Լավրենտիոսը, էլի Ռոմեո Ջուլիետին, այդ քայլից ասում եմ, կանգնիր դուստրիմ։ Մի խոսքով ինչ-որ մանալոգ է ասում, հետո տենց ես ծնկած իրա մոտ, պրոֆիլ հանդիսատեսին, սրվակը վերցրեց, սկսեց, ասեց, առ այս սրվակը, շունչ ու ջերմություն չեն հայտնի, որ դու տակավին ողջ ես։ Այդ մեռելային անիրականության մեջ կմնաս ուղիղ, մոռացել եմ, ուղիղի վրա մնացել։ Ուզմայիշի։ Ուզմայիշի, ու չեմ կարող ասեմ, 42, կմնաս ուղիղ, համ տխրել է, համ նեղվում ատեն, համ պանիկա է, համ ինչ խառնված է իրան, պաուզան գնաց, պահեց, սենց արեց, 168 ժամ։ Ես չեմ խաղացել այդ ներկայացման ժամանակ, Համլետ է խաղացել, մոռանում էր, ուրեմն Համլետ Հորացիո կտորներ, Հորացիոյին ասում էր Համլետ, հետո Հորացիոյի դեմքից որ հասկանում էր, որ սխալ է ասել, սենց էր անում։ Համլետ։ Էս շատ լավր է։ Համլետ։ Ուղում է էլի։